Գաղտնիք չէ, որ մենք պատերազմի ուղղակի շատ յուրահատուկ մի փուլում ենք գտնվում, հա, հրադադարի փուլը, եթե ես չեմ սխալվում ռազմական տեսակետից, էլ այդպես է, պատերազմի փուլ է, մենք հրադադարի մեջ ենք, այսինքն, եթե մենք պատերազմի տրամաբանության մեջ ենք, ուրեմն տրամաբանորեն պետք է սպասել բռնկումների, թե դրանք որ պահին կլինեն, ինչպեսին կլինեն եւ այլն, սա արդեն հարցի մյուս կողմն է, ես փորձեմ հոգեբանականի ընկալումների տեսակետից մոտենալ, գիտեք, անցյալ տարին ապրիլը մեզ համար շատ կարևոր դասեր քաղելու տեղիք տվեց, մենք անցյալ տարի էլ գիտեինք, որ էլի նույն պայմաններում ենք ապրում, էլի մենք սպասում ենք, որ ինչ-որ մի պահի կարող է սրացում լինել եւ դա եղավ, հիմա վախի մթնոլորտը, հա, սպասել, տագնապահարույց ինչ-որ մթնոլորտ ստեղծել, ընդ որում լրատվամիջոցների պատասխանատվությունը այդ հարցում շատ կարևոր է առաջնային նշանակություն ունի, վախի մթնոլորտը, ավելորդ տագնապ ուրեմն ներարկելու հասարակության մեջ, այդտեղ մենք հոգեբանորեն ուղղակի թուլանում ենք եւ մենք գիտենք, որ այսօրվա պատերազմները, մանավանդ ներկայիս ժամանակակից պատերազմները, միայն մարտի դաշտում չէ, որ տեղի են ունենում, այլև տեղի են ունենում տեղեկատվական եւ հոգեբանական մակարդակում, այսպես ասեմ երևի, հա, գուցե այսպես շատ սուր հնչի, կհաղթին նա, ով հոգեբանորեն ավելի կայուն է, իսկ վախն ու տագնապը չի ուղղակի թուլացնում է, հա, եւ մարտուն, եւ խմբերը, եւ ազգերը, ապրիլը մեզ ինձ ցույց տվեց, ապրիլը իհարկե տարբեր գնահատականներ կան, բայց անձամբ եթե նայում ենք հոգեբանական տեսակետից, գիտեք, էլի մարդիկ այսպես ամեն օր չէ, որ խոսում էին հայրենիքի մասին, թե ով ինչքանով է պատրաստ հայրենիք պաշտպանել, հա, վտանգի պահին ամեն մեկը ինչպես իրեն կպահի, բայց երբ մենք կանգնեցինք այդ հարցի առաջ, ես էլ ձեզ հետ միասին բոլորս տեսանք, թե ինչ տրամադրություններ են առաջանում մեզանում, ես բուհում եմ աշխատում, եւ նույնիսկ աղջիկները, տղաները, այսպես մի տեսակ ստարտային վիճակի մեջ էին, ուզում էին ուղղակի այսպես սլանալ դեպի սահման, այսինքն մեր ժողովուրդը ինչքան էլ որ ամենատարբեր խնդիրների մեջ այսպես խորասուզված է, չգիտեմ, խնդիրներ, կենցաղային հոգսեր եւ այլն, այդ վտանգի զգացողությունը միանգամից համախմբում է, ես միանգամից ասեմ, որ սա միայն մեզ չէ, որ բնութագրական է, ընդհանրապես սոցիալական հոգեբանության մեջ դա ընդունված հետազոտված երևույթ է, արտաքին վտանգի առկայությունը հավաքում է, համախմբում է խումբը եւ մենք չենք կարող այստեղ ուրեմն օրինաչափությունից դուրս լինել, բայց եթե մենք նայում ենք մեր պատմական անցած ճանապարհը, մենք տեսնում ենք, որ այս երևույթը մի տեսակ հայերի շատ բնորոշ է, այստեղ եւ դրական գնահատական դրան կարելի տալ, բայց նաեւ ոչ այնքան, ինչու, որովհետեւ հավաքված պետք է լինել միշտ, այդ վտանգի զգացողությունը որոշակի առողջ, ոչ խուճապային մակարդակում իրատեսորեն, մենք պիտի դա գիտակցենք եւ հասկանանք, գիտեք, լրիվ նստել Երևանում, այսպես հանգիստ սրճարաններում, տանը եւ մտածել, որ ամեն ինչ կարգին է, որ վտանգ չի սպառնում, մենք ուղղակի այսպես սեպ ենք խրում մեր հասարակության երկու մասերի, ասենք բանակի կամ այն ընտանիքների, ովքեր բանակում երիտասարդներ ունեն, հարազատներ ունեն, եւ նրանց միջև, ովքեր հանգիստ իրենց համար ապրում են, կարծես թե որևէ առնչություն չունեն, այստեղ մենք պիտի հասկանանք, որ բոլորս նույնն ենք եւ այո կա թշնամու վտանգը, բայց նաեւ մենք պիտի հասկանանք, որ կյանքը ցույց է տվել մեր Արցախյան առաջին պատերազմը, նույն ապրիլը ցույց է տվել, որ մենք նաեւ ուժեղ ենք, գիտեք, այդպես չէ, որ Ալիևի ամբողջ ուրեմն նպատակները ապրիլին անցյալ տարվա այն էր, ինչ տեղի ունեցավ, մերոնք տեսակ ինչպես հավաքվեցին։ Մենք պատերազմի մեջ ենք, վտանգ միշտ կա։ Ինչքանով ենք մենք adekvat նման վտանգներին վերաբերվում, դա արդեն ուրիշ խնդիր է։ Վտանգի դեպքում մարդը պիտի ինչ-որտեղ իր վրա աշխատի, պատրաստվի վտանգների դեմ, ասենք, առնելու, չեզոքացնելու, ճիշտ է։ Բայց մենք այդ կաֆեներում, փարթիներ անելով յոլա ենք տանում մեր օրը։ Երբ որ սկսվի մի իրավիճակ, որ ապրիլյան դեպքերի նման լինեն կամ ավելի լուրջ թեժացումներ լինի, այդ ժամանակ մեծ հարցական է, ուղղակի ցանկությունը եւ գնալու գործողությունը, որը մարդը, ասենք, ցույց կտա, որ ինքը պատրաստ է գնալ եւ կգնա կռվի դաշտ, դա բավարար է հակառակորդին կանգնացնելու համար։
այդ հարցերն է պետք բարձրացնել, որովհետև խուճապը իհարկե սարսափելի վատ բան է։ Երբ որ ուզում էինք, ասենք, մի տղայի ոնց որ ասած վարքաբեկ էինք, մենք դպրոցականներով, երբ որ ինքը աղջկա հետ կինոթատրոն էր եթում, գոռում էինք բաժար, եթե ինքը փախնում էր, աղջկան թողում էր, խուճապի էր ընկնում վերջ, ինքը վարքաբեկված տղա էր։ Եթե ձեռքը բռնած փորձում էր առաջ գնալ, բան ասում էինք կարքին տղա է, հարգանք առաջացնում ու մեր դասարանի աղջիկերքին ասում էինք այս լավ տղուն բաց չթողես։ Ուզում եմ ասեմ, պիտի ասենք այդ խուճապի իրավիճակին ինչ որտեղ պատրաստ լինես։ Լավ, խուճապի մեջ հայտնվեցիր, այդ ի՞նչ է բերելու։ Բերելու է ոտնատակի ընկնելը։ Բազմաթիվ դեպքեր կարելի է հիշել, որ թեկուզ ասենք այդ նույն փարթիներից Բելարուսիայում, չեմ հիշում արդեն կաֆեի անունը 70 քանի հոգի ոտնատակ եղավ ոչ մի ռեալ վտանգ չլինելու դեպքում, զուտ խուճապից։ Ծուխ էր եղել մի քիչ, ծխահարվել էր այդ կաֆե, ռեստորան էր, դիսկոտեկա էր, սրանից ես ինքան տարի առաջ խուճապ սարսափելի վատ բան է, բայց վախը մոբիլիզացնում է մարդուն ստիպում է ուղեղը ավելի լավ աշխատի, մկանները ավելի լավ աշխատի, պատրաստվի, վախերը ասենք իր վտանգները չեզոքացնելու համար, այ մենք եթե վախի բանի աստիճանի վրա ենք, դա նորմալ է, բայց խուճապը դա հիվանդություն է, որը բուժել է պետք։